Հակերի լիազողներ բարեկես։ Ես Արթուր Մարտանյանն եմ, այս միջոցառման կազմակերպիչ։ Մի րոպե կներեք, փող պատմածում եմ։ Երբ որ պատրաստվում եք ասեցի, նորմալ ասեցի։ Չէ, մեկ։ Կարող եք։ Կներեք։ Հարգելի քաղաքացիներ, փողոցը այս պահին չենք դուրս գալիս փողոց, խնդրում եմ, շարժում եմ միակ կազմակերպիչի հրահանգներով, հարգելի քասակցիներ, հարգելի հանրություն, հարգելի հավատի մասնակիցներ, որևէ ինքնագործունեություն չանեք, մեր գործողությունները պետք է վերահսկվի։ Բոլորդ գալիս եք մեր մոտ, բոլորդ փողոցը ասում եք մեր մոտ, որևէ ինքնագործունեություն չարվի։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ, ես Արթուր Մարտանյանն եմ, Քասախամայնքի բնակիչ, նախկին ավականու անդամ։ Մեր պահանջը ձևակերպվել է գրավոր կերպ, ես կփոխանցեմ ձեզ, ամբողջ գիշեր մենք աշխատել ենք տարբեր մարմիններին, փոխանցել ենք մեր պահանջը, այս պահին մենք սպասում ենք այդ պահանջի կատարմանը կամ նրանց արձագանքի։ Մենք ունենք շատ քիչ ժամանակ, մոտավորապես 15 րոպե, հարգելի լրագրողներ, 15 րոպե հետո չստանալով որևէ խելամիտ պատասխան, մենք կխնդրենք ոստիկանության հետ կարգելափակենք աշտարակ Երևան մայրուղին եւ պատկան մարմիններից խնդրում ենք ուղղակի չգնալ ծայրահեղ քայլերի, մենք պատրաստ ենք բոլոր խելամիտ որոշումները քննարկել։ Հակառակ պարագայում մեր քայլերը լինելու են հաջորդական եւ ավելի բարդ եւ ավելի ծանր։ Իսկ կներկայացնեք պահանջը մի քանի նախադասության։ Ինքս ով տարա Արմանի մոտնա, ասի կողքիցս տեղ չէ տաս։ Ես բանավոր եմ կասել, նաև ձևակերպել է գրավոր, սա հենց ձեր նշեք թե ումից եք պատասխան ստացել։ Եվ որ պատկամարմիններն եք դիմել։ Գիտեք, տարածքային կառավարման նախարարություն, տրանսպորտի վարչություն, թե իմիջայլոց վարչապետ, ոնց որ թե երկրում առանց վարչապետի բան չի ստացվում, հենց այլմիջայլոց Բայց պրոշյանցիների հարցը լուծվեց երեք։ Չէ, դա այդպես չի, պրոշանցիների հարցը չի լուծվել, պրոշանցիների գլխի տակ ուղղակի փափուկ բաց է տեսվել, այս մեկը թողնում է։ Ես ձեր հարցերին կարող եմ պատասխանել։ Պահանջը հակիրճ կներկայացնեք։ Քասախամայնքում 2 տարի եւ շարունակ փորձել է 59 համարի ավտոբուսը։ Ուրեմն մեր պահանջը միայն այդ ավտոբուսի շահագործումը շարունակել է։ Ես երեք հանդիպում եմ ունեցել կառավարության շենքում պատկան մարմինների հետ։ Նրանք ինձ պատասխանել են հետևյալը. 59 համարի տրանսպորտային միջոցը քասախ մտցնելով մենք ձեզ արել ենք մեծ լավություն։ Հիմա ես ուզում եմ պատասխանել. ինչն է խանգարում, որ դուք շարունակեք մեծ լավությունը անել։ Եթե դուք արել եք մեծ լավություն, ապա պարտավոր եք շարունակել, հակառակ պարագայում դուք պետք է փոխհատա դրան համարժեք, այսինքն նույն ավտոբուսներով շարունակեք երթևեկությունը, քանի որ ինչ է նշանակում արել ենք լավություն։ Չէր լինի այդ տրանսպորտային միջոցը, կլիներ մեկ ուրիշը, մենք կհամակերպեինք այդ մեկ ուրիշով, հասկանում եք։ Հիմա մեր համայնքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ մարդկանց արդեն իսկ ընտելացրել են տրանսպորտային մի միջոցի, եւ հիմա ուզում են այդ ավելի լավ միջոցից տեղափոխել գազելներ։ Ժողովրդի պահանջը շատ հասկանալի է։ Մենք չենք ուզում նորից հետ վերադառնալ գազելների։ Եթե ի սկզբանե կլներ գազելներ, մենք այս բողոքի ձայնը չէինք ուներ։ Նաև արժեքներ բարձրացնել։ Կարծում եմ այս պահին արժեքը էական չի, թե ինչ եկան են բարձրացնելու, ինչքան կթողեն։ Ես կարծում եմ արժեքը սակարկելի կլինի, բայց դե այս պահին մեզ արժեքներ չի հետաքրքրում։ Ընդհանրապես մենք կապալառու ընկերության հետ որևէ խնդիր չունենք։ Կարող են նաև իրենց գազելները բերել։ Ես կարդացի, որ ավելի հարմար տարբերակներ կան, ավելի լավ տարբերակներ կան։ Ամեն դեպքում որոշողը քասախի հանրությունն է։
Եթե հասակի բնակիչը չունի խնդիր, կարող է այստեղ մարդ չլինել։ Իսկ այստեղ գտնվում է բազմամարդ է եւ այս մեր պահանջը հստակ ձևակերպված է։ Ես նշեմ, որ 9-ին 15 պակաս ոստիկանության հետ հիմա քննարկել եւ 9-ին 15 պակաս մարմին կփակել։ Ներողից թե որ այդ երեք պրոժեկտը մասամբ լուծվել է, իսկ ձեզ միանգամից բացասական պատասխան հետևեք հետեսակապված։ Ես կարծում եմ, ուրեմն մեր համայնքի ներկայացուցիչները ուղղակի փորձեցին բարձրանալ պրոշան եւ մասնակցել պրոշանի հավաքին։ Մենք ինքներս որևէ բան չկազմակերպեցինք։ Երևի կառավարությանը թվաց, թե մենք չունենք բան։ Այս հավաքը կազմակերպել է հենց հատուկ այն մարդկանց համար, ովքեր գիտեն, որ մենք պահանջում ենք։ Ինչ այլոց մասնակի բավարարելը ես համարում եմ հենց այդ արդյունք, հենց այդ միջոցառման արդյունք։ Դրա համար մենք բնականաբար շարժում ենք հենց այդ դրանով։ Փաստորեն օրինական ճանապարհով հնարավոր չի։ Արդեն սկսենք մենք բարձրացնել այն ճանապարհը, որը դասական է։ Այդ ճանապարհն հատկացող Ես նաև նշում եմ, դուք լսում եք, ես ինչ եմ նշում։ Ես նշում եմ, որ մենք փորձել ենք օրինական բոլոր ճանապարհները հանդիպել ենք այն մարդկանց, ովքեր ընդունել են մեզ։ Փաստորեն օրինական ճանապարհով չի լինում։ Խնդրել, միանշանակ համոզված եմ մեր հարցի հետ հաշիվ կնստենք, այս ճանապարհը։ Մարդիկ շատ են եւ կարծիքները նույնպես։ Իսկ ներողություն Երեք ես հայտարարություն Սիրելի կասակցիներ, ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ ես բոլոր լրատվամիջոցներին հայտարարել եմ, որ մինչև 9-ին 15 պակաս մենք սպասելու ենք պատկան մարմինների հայտարարությանը, չունենալով խելամիտ որոշում, չունենալով խելամիտ հայտարարություն, կխնդրեմ ոստիկանության աշխատողներին, ովքեր պատասխանատու են այսօրվա միջոցառման համար, թող մոտենան ինձ, մենք միասնական քննարկենք Երևան աշտարակ մարմնի փակումը։ Նորից նշում եմ ժամը 9-ին 15 պակաս, սիրելի կասակցիներ։ Արդու, ուրեմն 10 անցքես զշված է հանդիպում,